Բարև ձեզ, ես Նայիրան եմ, Արցախից ենք եկել, կիքներս այստեղ բանա հյուրասենյակի ու խոհանոցի նման, տենց առանց բան, բերեկարոտ կա, այստեղ սենյակներ են, փոքր սենյակներ են, երեխաների սենյակն է, դեռ ոչ ամբողջությամբ պատրաստ, Արցախում նախքան պատերազմը ամեն ինչ շատ խաղաղ էր ու շատ բնականon, այսպես ոնց որ մենք մեր գլխի տերն էինք ամեն առավոտը, ամեն ցերեկը մենք էինք տնօրինում առանց վախի, առանց իմանալու, որ կարող է պատերազմ սկսվի, շատ խաղաղ էր ամեն ինչ, հետո ամուսինս ծառայում էր բանակում, հետո կեսրարս էր աշխատում, խնդիրներ չէինք ունենում, շատ տենց կարիքներ չկար, համարյա թե կարելի ասել, որովհետև գյուղ էր ու մեր տունն էր, բարձով չէին, կոմունալի այդքան շատ խնդիրներ չենք ունեցել, հետո փայտա այդ ամեն ինչը սաղանվճար անտառի մոտիկ էր, կեսրարս երեխեք հետ բերում էր, ձեռի հետ, չգիտեմ, հավ պահել, փոքրիկ այգի բանջարանոց ունենալ, ամեն ինչ այդպես տենց ու մի օր շատ ցավալի էր, որ պատերազմը եղավ, որ շատ ճակատագրեր, այսպես շատ ուրախ սրտեր, շատ ուրախ մարդկանց աչքեր արցուկներ եկավ, էլի չգիտեմ։ Осенью 2023 года Нагорный Карабах пережил трагические события. В результате военного конфликта между Арменией и Азербайджаном ситуация в регионе резко ухудшилась. Конфликт, который длится уже десятки лет, привел к полномасштабным боям, затронувшим не только военные объекты, но и жилые районы. Тысячи людей оказались в зоне риска и были вынуждены покинуть свои дома. После подписания мирных соглашений жители Нагорного Карабаха стали беженцами и покинули родные земли. Оказавшись в других регионах, люди были вынуждены оставлять за собой всю свою жизнь, дома, имущество и личные воспоминания. Потери, страдания и разрушения стали тяжелым наследием этого конфликта. Ամեն ինչի համար ափսոսում եմ, որ թողեցինք Արցախը։ Թե Արցախի հողը, ջուրը, բնությունը, տան համար այդքան շատ չեմ նեղվում, ունեցվածքի համար այդ ամեն ինչը մի օր ունենալու ես։ Ասենք, այսինչ թանկիրը թողեցիր, այդ ունենալու ես, բայց ոնց որ մարդկային զոհերը, այդ ամենափոխարիներն է, էլի, որ ոնց որ այն ժամանակ, ասենք իմ հայրիկը զոհվեց ես փոքր էի, ինչ-ինչ բաներով ես գիտեի ինչ եմ, ոնց որ իմ հայրիկը որտեղ է զոհվել, ունեցել են կարոցներ ենք ունեցել մանկուց փոքր ժամանակվանից, մամայի խնամքի տակ, տատիկ, պապիկ, հոր եղբայր, հորքուր, մորքուր, տենց օգնել են, ով ոնց կարողացել է։ Հետո տենց տարիներ հետո մայրիկս մահացել շատ ծանր հիվանդությունից, հետո մի քանի տարի հետո, ոնց որ պատերազմը, որ 20 թվականին սկսվեց, մի քանի տարի չի, արդեն 14 տարի հետո մայրիկից մահվանից հետո պատերազմը որ սկսվեց, իմ եղբայրս պետք է ասեմ, որ 1.5 տարեկան էր, երբ որ հայրս զոհվել էր փոքր ժամանակ, ես 10 տարեկան էի, թե 11 չեմ հիշում, 11 տարեկան էի, բայց ոնց որ փոքրուց որ փացել է պատերազմի պատճառով, իսկ 20 թվականին նորից պատերազմում զոհվել է նաև եղբայրս։ Ու շատ ցավալի է, որ այսօր չկան իրենք, չկա իրենց գերեզմաները, որը Արցախում է մնացել այդ ամեն ինչ։ Ու այդ ամեն ինչի հետ ապրել, շարունակել շատ ծանր է, շատ դժվար է։ Չգիտենք հիմա ինչ անենք, որ մի քիչ այսպես անկարողանանք երեխաների համար ապրենք, բայց անցյալը չենք կարող մոռանալ, որ դա շատ ցավոտ անցյալ ունենք։ Փոքրուց առանց հայրիկի շատ դժվար էր, մանավանդ որ ասենք կողքից ասում էին, մեկը ասում էր իմ պապան ես, իմ պապան են, իսկ դու հայրիկ չունեիր ու կողքից էլ որ ասում էին, այսպես որ սիրտ էին տալիս, ասում էին դե ձեր պատերազմում ազոհվել, այսպես տենց բաներ էին սիրտ տնում, բայց երեխայի համար ծնողի կորստը ամենածանր բանն էր, որ փոքրուց ոնց որ կոտրված ես էլի մեծանում, հետո նամանավանդ որ հիմա էլ ասենք պատերազմին
20 թվականի պատերազմն էր, եղբայրս ազոհվել ու շատ այսպես ծանր էր իմ համար։ Միակ տեղս եկեղեցին է, որ գնում եմ այնտեղ խաղաղում եմ, գալիս եմ, շատ լավ մարդիկ կան, որ ոնց որ միշտ չի, որ ոնց որ շոշափելի մի բանով մարդ օգնում է, այդ քո համար օգնություն է։ Շատ ժամանակ, որ խոսքը, խորհուրդը, թեկուզ այդ սա տարել է, ոնց որ ջերմզրույցը ավելի առավել ես համարում այն ոնց որ սնունդից, հագուստից կամ գումարից կամ չգիտեմ ինչ, այդ ձևի մարդիկ շատ կան ու ինձ հետ շփվում են տենց մարդիկ ու իրանց համար այնքան շնորհակալ եմ Աստծուն, որ իրանք ունեն։ Այստեղ երկու հատ փոքրիկ սենյակ է 3-ի վրա, ոնց որ երեխաները տեղավորվում են իրանց սենյակներում, դեռ էս է հնարավորությունը մեր ու փառք Աստծուն, որ գոնե էս էլ կա։ Այստեղ հատակին տեղ ենք բացում, դիվանին, չգիտեմ, տենց, բայց նոր չեմ ասում, փառք Աստծուն, որ էս էլ ունենք։ Սենյակներում ամեն մեկը իր դասերն է սովորում, գիշերն էլ են մնում երեխեք մինչև ուշ գիշեր 3-4-ը անգլերենի պարապմունքներ կլինի, չգիտեմ, դասերի պարապմունքներ կլինի, մնացած դասերի առումով տենց մնում են իրանք պարապմունքներն են անում։ Ընտանիքում ուրեմն ամուսինս չի աշխատում, դա ասել են, որ առողջական խնդիրներ կա, պատերազմի հետ կապված, որ վիրավորվել էր, փուլ առ փուլ դեղորայք էր, ոնց որ խմում, հետո սրսկումներ կարանում են ժամանակ եղել, որ չէր կարողացել ոտքը դնի գետնին քայլի, պես եղել է, գծկումներ ա եղել։ Իսկ ես մի տարի աշխատել եմ, հետո երեխաների պահնա, որ մեկը ոնց որ դպրոցից գալիս է, առաջի կարգի հաշմանդամությունի պետք է ուշադիր լինի, ես պետք է մինչև դասան, մինչև այն բացի հետել մեկը 2 տարեկան է, ոնց որ կուզենամ մանկապարտեզ տամ, ինչ որ աշխատանք ուզում եմ, բայց այս պահի դրությամբ գնում եմ դասընթացների, 3 ամսյա դասընթացներ են, խմորեղենագիտություն եւ որոշակագործություն, որ ավարտելուց հետո կուզենամ ունենամ սեփական անկյունը, որտեղ որ կթխեմ խմորեղեն, հաց եւ այլ որոշակեղեն այսպես։ Ուրեմն կուզենանք, որ ոնց որ մեր գործը սկսենք, տան, թեկուզ մեր տան Հայաթի մի անկյունում, թեկուզ այս Հայաթի մի անկյունում մի անկյուն ունենայինք, այդտեղից գործ սկսեինք, ոնց որ ընտանիքով բոլորը կընդգրկենք այդ գործի մեջ, ամուսինս իր ուժերի ներածին չափով կօգնի, երեխաները կօգնեն, ես ստիպված չենք լինի, ոնց որ հələ որ նոր սկսած, ոնց որ մեկը բերենք աշխատավարձ տանք, ասենք աշխատի կամ մենք կանենք, մենք մեր աշխատանքն ենք փնտրում, փնտրենք մեր տան մեջ, աշխատենք մեր տան մեջ, մեր երեխաներին նայենք, ոնց որ այնպիսի գործ է, որ գիշերն էլ կարող ես անել, ցերեկը քո երեխաներին տեր կանգնել էլի, որ անփորձանք լինեն, որ եկան, հաց կուտեն, դաս կանեն, այդ դրա համար այդ գործն եմ ընտրել, որ ոնց որ գիշերն էլ կարամ էլի աշխատեմ, ցերեկը ես իմ երեխաներին տեր կանգնեմ։ Քանի որ այս տարածքում չկա խանութ, խանութներից կոնկրետ մենք հեռու ենք եւ ստեղ էլ նոր այսպես տան հիմքեր են, ֆունդամենտներ են լցնում, իսկ թվում է ստեղ մեծ թաղ լինելու ու չկա էլ խանութ։ Երևի կսկսենք հացից, այս հացը այսպեսի հաց չէ, հացի մասին չի խոսքը, որ խանութներում կա, այդ հացի մասին է խոսքը, այս ուղղակի տան համար եմ արել։ Ոնց որ պահանջված կլինի էլի այս թաղում այդ հացի պահը, ոնց որ մարդիկ ստիպված չեն լինի երկար գնան խանութից կամ մեկ այլ տեղից վազեն հաց բերեն, թեկուզ գյուղի խանութն էլ էլի ահագին հեռու է այստեղից, չգիտեմ ինչքանով կստացվի, բայց ամենայն դեպս կուզենայի հոդոգներ, տենց գաթա, փախլավա, ինչի որ կկարողանամ, հիմնական կոնկրետ այս պահի դրությամբ ոնց որ բաղադրիչների բանն է, բաղադրիչների եթե լինի, հենց այսօր էլ կարելի է անել շատ ոնց որ մարդկանց
տալ, էլի եղել է պահանջներ, որ ասենք օրինակ մամաներից մեկը դասարանի ասել են արա նոր տարում, որ գումար չի եղել այդ բաղադրիչները գնելու համար, որ բերես ու սկսես անելը, չես կարա դու իրան ասես սպասի գումարը տուրս, ես քո գումարով առնեմ, բերեմ թխեմ, պես չի լինում։ Քանի մի հատ փոքր գազելա գնում, 7 գյուղ է սպասարկում։ Նիզամի, Սայաթնովա, Ձորակ, Դաշտաբան, Դարակերտ, Դարբնիկ, Նորաբաց, Չարբախի մի հատ բացնել, այդքան գյուղեր են սպասարկում, մի հատ փոքրիկ գազելա, առավոտն ու իրիկունը անհնար է լինում օգտվել, անգամ կանգնած որ գալիս ես, էլի ուրախանում ես, որ դու կանգնած կարողացար գաս այդ գազելով։ Դրա համար քաղաքում աշխատելը մի քիչ այնքան բան չի, էլի, որ ավելի լավ է ստեղ ունենամ, երեխաներին տեր կանգնեմ ու այստեղ լինի այդ ամեն ինչը։ Այս պահի դրությամբ ոնց որ տարածքը որ չկա, այդ է խնդիրը, ոնց որ խմոր հունց սարքը որ կա, այդ ապարատը պետք է լինի, այն որ մեծ հացի փեջեր է լինում, այդ լինի ավելի լավ կլինի, ունեմ, բայց բիզնեսի համար փոքր է, ունեցած այդ փեջը բիզնեսի համար փոքր է, ոնց որ փեջ կա, ասենք մի 10 հատ կարաս միասին տնես հանես, իսկ այս մեկը մի հատը կես ժամ հացի վա թխում։ Դե միշտ ոնց որ հեշտ է դու քո գումար ունենաս ու քեզանից պահանջես, քո միջոց քո գումարից առանձնացնես քո ներդնումը, քո օգուտը, ոնց որ ինչքան պետական պետք է մոծես, ինչքան հոսանքի պետք է մոծես, տակը ինչքան մնաց, երբ որ իմանաս արդեն քեզ բանա տակը ինչ որ մի գումար է մնում փոքրիկ, դու դրանով կողքեվորվես, նորից է դու գումարը ներդնում, կանես նորից ոնց որ կաշխատես, բայց դե համենայն դեպս չեմ կարող ասեմ ինչքան այդ մտածում ենք հələ որ ուզում ենք ունենանք, բայց ուզելը քիչ է, հնարավորություն պետք է լինի։